Մենք վերադարձանք եւ ինչպես արդեն նշել էինք, Շանթի եթերում շատ շուտով պրեմիերա է լինելու սերիալ, որը հետաքրքրելու է բոլորին, թե ինչ սերիալ է լինելու, այսօր կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Անի Մաղաքյանը, սցենարիստ, դերասաններ Էրիկ Թամամյանը եւ Մարալ Գասպարյանը։ Պրեմիերա է մեզ սպասվում եւ ինչ պրեմիերա, ինչ թեմայով կզրուցենք հենց հիմա։ Բարի առավոտ բոլորին։ Բարի ձեզ։ Ես ասեմ, որ սերիալը կոչվում է «Մի գեղեցիկ օր» եւ քանի որ սցենարիստն այստեղ է, չենք կարող սկզբից չսկսել գաղափարի մասին խոսելով, Անի որտեղից ծնվեց գաղափարը, ինչու հենց մի գեղեցիկ օր եւ ինչի մասին է ընդհանուր սերիալը։ Մի գեղեցիկ օրը երևի թեմայի հետ ամենաուղիղ առնչվող վերնագիրն էր, որը կարելի էր գտնել, որովհետև դպրոցական տարիքում նախ ամեն օրն է գեղեցիկ, ուղղակի ափսոս մենք դա հասկանում ենք, երբ որ դպրոցը արդեն ավարտած ենք լինում։ Մի գեղեցիկ օրը մեր բոլորի մասին է, մենք բոլորս սպասում ենք ինչ-որ բաներ անելու, մի գեղեցիկ օր։ Այդ մի գեղեցիկ օրը կգա, կգնանք վաղուց պլանավորած գիթառի դասերին, կգնանք սպորտի, կգրենք պլանավորած գիրքը, այս ամեն ինչի մասն եմ ասում։ Ինձ թվում է մի գեղեցիկ օրը վերնագրի առումով այսպես կարող եմ մեկնաբանել։ Իսկ հենց բուն գաղափարի մասին սերիալի իհարկե ներշնչանքը եկավ դեռ Հասմիկից։ Էլենի օրագրում Հասմիկը մի հրաշալի սյուժետային գիծ ուներ, կերպար էր կերտել, որը շատ սիրվել է մինչ օրս, եւ ես շատ ուզեցի այդ գիծը դարձնել հիմնական սերիալի գաղափար։ Հիմքում Անջորնի ճուտիկի մասին իմ ամենասիրելի հեքիաթն է։ Դրա վրա հիմնվելով փորձեցինք ստանալ ժամանակակից պատմություն, որտեղ ոչ միայն խոսքը իհարկե գեղեցկության մասին է, ստանդարտների մասին, այլև դպրոցում այսօր արդիական շատ լուրջ թեմաների։ Ես շատ ուրախ եմ ու նաև շնորհակալ, որ կարողացել եմ մոտիվացիայի ինչ-որ սկիզբ լինել։ Շատ հաճելի է դա։ Անի, եթե փորձենք խոսել մի փոքր դպրոցից, հա, դուք ներկայացնում եք, թե ինչ է կատարվում դպրոցում, առօրյան։ Բնականաբար այսօր դպրոցում կատարվում են շատ բաներ, որոնք միգուցե մնում են բարակույներից այն կողմ, բայց արդյոք նաև փորձել եք այսպես մի փոքր ավելի վեր հանել այս բոլոր խնդիրները եւ լուծում գտնել նրանց համար։ Մեր օրերում չէի ասի, որ շատ բան է կուլիսներում մնում դպրոցի դեպքերից, որովհետև այսօր համացանցը հնարավորություն է տալիս թե ուսուցիչների կողմից, թե աշակերտների կողմից բարձրաձայնել շատ կարևոր հարցեր, խնդիրներ ու դեպքեր, որոնց մասին երևի ամեն ամիս ինչ-որ մի նոր բան ենք լսում, կարդում դպրոցներում կատարվող ու ոչ հաճելի բաներ, մեծամասամբ։ Եվ այս ամեն ինչը իհարկե փորձելու ենք ինչ-որ ձևով ներկայացնել։ Նախագիծը շատ կարևոր է դիտելու համար եւ աշակերտներին, եւ ուսուցիչներին, եւ ծնողներին, որովհետեւ յուրաքանչյուրը իրենց համար կգտնեն հաստատ նայելու բան այս նախագծի մեջ։ Ծնողները թե ինչ նկատեն իրենց երեխաների պահվածքի մեջ, ինչ հարցեր տան, ուսուցիչները գուցե ինչ-որ առումով որպես խորհուրդ ընդունեն որոշ դրվագներ երեխաների հետ կոնտակտ ստեղծելու, վստահություն ստեղծելու եւ աշակերտները, ովքեր կողքից կտեսնեն իրենց հուսովը։ Խոսենք դերասանների հետ, ինչպես ստացաք առաջարկը, մասնակցեցիք քաստինգի, թե հենց կոնկրետ առաջարկ ստացաք, ինչպես եղավ այս համագործակցությունը ու արդյոք սա ձեր դեբյուտային դերերն են։ Սա իմ առաջին դերն է, ես քաստինգի միջոցով եմ իմացել։ Ես ճիշտ ասած հետևում էի, մի 2-3 ամիս սպասում էի Շանթի պաշտոնական էջ, ամեն օր մտնում էի, տեսնում էի քաստինգի մասին ինչ-որ նորություն կա, թե չէ, ու մի գեղեցիկ օր ես մտա Շանթի պաշտոնական էջ եւ տեսա այդ հայտարարությունը ու ասացի սկսվեց։ Ես հավատում էի եւ Անի Մաղաքյանը եւ Հայկը Վարդանյանը ինձ տվեցին այդ հնարավորությունը, որ ես ցույց տամ իմ ուժերը, ինչքանով է ստացվում, թե չէ, կասի հանդիսատեսը եւ նրանք ովքեր ինձ ընտրել են, ես մարմնավորում եմ Մելսի կերպարը, Մելսը աչքի ընկնում իր բացասական վարքով, Էրիկի հետ Մելսը ընդհանրապես նմանություն չունի, միայն արտակնապես, ես էլ միշտ կատակով ասում եմ, որ միայն արտակնապես եմ նման։ Իսկ արդյոք փորձ ունեցել եք, թե սա ձեր առաջին փորձն է։ Չէ, սա իմ առաջին փորձն է, բայց Էրիկը միշտ արդարացնում է Մելսի արարքները, փորձում է արդարացնել։ Իսկ դժվար չէ աշխատել առաջին անգամ, հեշտ եք տեքստը սովորում, դժվար եք սովորում, կերպարը։ Դժվարություններ մի քիչ կա, բայց չենք խորանում դժվարությունները։ Բայց որոնք են այդ դժվարությունները։ Իրանք
Մյուս դերասանական անձնակազմը։ Այո։ 2-3 րոպեվա ընթացքում արդեն ջերմ իրենք շփվում են իրար հետ, շատ անմիջական։ Դա իմ մոտ մի քիչ բարդ է ստացվում, բայց արդեն կարողանում եմ մոտ մի 50 րոպեի ընթացքում ես էլ անմիջական կապի մեջ մտնեմ իրենց հետ, բայց հիմա շատ ջերմ ենք, ես չեմ կարողանում առանց իրենց 5 րոպե ես չեմ կարողանում էլ։ Հարաբերությունների մասին կխոսենք ընդհանուր, սկսենք սկզբից Մարալի հետ զրույց։ Իմ վարագայում ես ավելի շատ սիրահարված եմ թատրոնին ու այս կյանքիս այս փուլում ընդհանրապես չէի ուզում նկարահանվել, բացարձակ ոչ չէի ուզում ու երբ որ առաջարկը ստացավ, քանի որ Անին էր ու Անին ես շատ եմ սիրում, արդեն ասեցի կուզելը շատ քիչ է, որովհետև այս Անին է ու մի խոսքով իրականում իմ համաձայնվելը ավելի շատ եղել է թմի համար, թե Հայկի, թե Անի, թե այն մարդիկ, ովքեր աշխատում են կամերաներից այն կողմ, այնպիսի թիմ է հավաքվել, որ իսկապես արժեր է թմի համար այս փուլում համաձայնվել ու տենց ստացվեց։ Ես չէի ուզում, բայց ստացվեց, որ հա։ Ես Մարալի յուրաքանչյուր բարիտակ հիմա կստորագրեմ, որ հրաշալի թիմ է հավաքված, ովքեր բավականին լուրջ ստեղծագործական աշխատանք են իրականացնում, որը ցավոք այնքան էլ չի երևում եւ երևում են միայն դերասանները էկրաններին, բայց իսկապես սկսենք այնտեղից, որ Շանթ հեռուստաընկերությունը յուրաքանչյուր երիտասարդ դերասանի համար կարողանում է ճանապարհ հարթել եւ այդ ճանապարհը բավականին երկար է լինում։ Դա կլինի թե դերասանների համար, թե երգիչների համար, ինչպես մենք գիտենք, շատ ու շատ նախագծերից։ Ես էլ բացառություն չեմ եղել, ես նույնպես իմ առաջին նախագիծը Շանթ հեռուստաընկերությունում է եղել ու հենց Անիի նախագիծն է եղել, Էլենի օրագիրը։ Արդյոք մենք ասոցիացիաներ կունենանք Էլենի օրագրի հետ։ Ինձ թվում է որոշակի նոստալգիա կլինի, հաշվի առնելով նաև, որ Հասմիկը ներգրավված է պրոյեկտում որպես ընկեր Ստեփանյան։ Այո, ես մինչ օրս դեռ անվան հետ կապված ոչ մի բարձրաձայնում չէի արել։ Մեկնաբանություն չես արել, կերպարի անունը Մարթա է եւ Հասմիկը հետաքրքիր պատմություն ունի այդ կերպարի անվան հետ կապված, որը ես չգիտեի։ Շատ պատահական համընկել է ու նման համընկնումները եւի ճակատագրական ենթատեքստ ունեն։ Լավ, Հասմիկ, եթե խոսենք այն մասին, որ եթե համեմատական ենք տանում Էլենի օրագրի հետ, հա, այնտեղ ավելի այսպես փոքրիկ, ավելի անպաշտպան, այստեղ արդեն ուսուցչուհի, ով հստակ դասավանդում է, ով գիտի թե ուր է գնում, ինչպես կերտեցիր այս կերպարը, եւ կարծես թե աշխատել սկսնակների հետ կամ միգուցե այսպես ասել ավելի փոքր տարիքի, ջահել բառը չօգտագործեմ, ավելի փոքր տարիքի երիտասարդների հետ, ինչպես քեզ գտար այստեղ եւ արդյոք ուսուցչուհու կերպարը քոնն է, տեսնում ես քեզ այդտեղ։ Ես իրականում փորձել եմ մի փոքր ավելի դասական եւ խիստ ուսուցչուհու կերպար մարմնավորել սկզբնական սերիաներում, որովհետեւ չեմ ուզում շատ փակագծերը բացել, Անին էլ թույլ չի տա, բայց փորձում եմ այնպես անել, որ հեռուստադիտողին եւս հետաքրքիր լինի, որ նրանք կարողանան կերպարի զարգացում տեսնել, այսինքն մարդ, ով բավականին խիստ է, բայց նաեւ կարողանում է որոշակի մտերմություն ունենալ աշակերտների հետ եւ կարողանում է ինչ որ հարցերում նույնիսկ նրանց օգտակար լինել եւ ընկեր լինել։ Իսկ ինչ խոսում ենք մի փոքր ավելի խիստ ուսուցչուհու մասին, սա կարծես թե մեզ տանում է մի փոքր ավելի սովետական միության ուսուցիչների այդպեսին, բայց հիմա թե ուսումը, թե կարծես թե քարոզն այնպեսին է գնում, որ ուսուցիչները պիտի լինեն ընկերներ։ Արդյոք նաեւ այս փաստը օգտագործվում է սերիալի մեջ։ Սերիալի մեջ կարմիր թելով կա այս գիծը, որովհետև մենք այդ սովետական դպրոցի համակիր ուսուցիչ կերպար ունենք, իմ շատ սիրելին Էլի Խերանյանն է խաղում այդ կերպարում, բայց մենք միտում չունենք քննադատելու կամ արդարացնելու մեկը եւ մյուսը։ Մենք ցույց ենք տալու երկուսն էլ եւ ցույց ենք տալու երկուսի եւ դրական կողմերը եւ բացական կողմերը։ Դպրոցի տնօրենի կերպար Մոլիա Հակոբյանն է, տնօրենը ավելի հակված է ժամանակակից ուսման մեթոդներին, իսկ Նելին Խերանյան իր կերպարը ավելի այսպես տրադիցիոն մանկավարժության կողմնակից է եւ իրենց բախման միջոցով ուղղակի վեր ենք հանելու դրա միջինը, ոսկե միջինը, որ երեխաներին երբեմն ոչ թե ընկեր է պետք, այլ ուսուցիչ, ինչպես եւ ծնողների դեպքում մայրը կարող է ընկեր լինել, բայց ոչ ոք մայր չի փոխարինի երեխայի համար, ավելի լավ է լինի մայր եւ երեխան իր ընկերներին գտնի իր շրջապատում։ Նույնն էլ ուսուցիչների պարագայում։ Ես կողմ եմ, որ եթե խոսենք իմ դիրքորոշումից, ես կողմ եմ, որ ուսուցիչը լինի իր դիրքում, իր հեղինակությամբ եւ կարծում եմ այդ պարագայում ամեն ինչ ճիշտ կգնա։
Անի, եթե խոսում ենք դերասանական կազմի մասին, հազարավոր սերիալներ եք նկարել, այսինքն սերիայի պարագայում ասեմ հազարավոր եւ շատ դերասանների հետ եք աշխատել։ Բնականաբար ամենապրոֆեսիոնալից մինչեւ սկսնակ։ Բայց կարծես թե այս սերիալում այսպես շատ ավելի տեղ ունեն սկսնակները, ինչպես եք աշխատում այս սերունդի հետ, սերնդափոխության հետ կապված ինչ կարծիք ունեք եւ արդյոք պատրաստ են լիարժեք տրվել սերիալին եւ պրոֆեսիոնալ կերպով աշխատել նոր սերունդի նկատի ունեմ։ Դե Հասմիկին գիտենք։ Ես ինձ վատ եմ զգում, որ հին սերնդի ներկայացուցիչ Ջանետորնել եկավ, Էլենի օրագիրը 10 տարի։ Բայց դա շատ նորմալ է, կարծում եմ, սա շատ նորմալ է։ Սերնդափոխություն դու առաջին դեպքից հիշի։ Ես այստեղ ինձ զգում եմ փոքր, բայց երբ իմամ նկարահանում եմ ապարակ, արդեն մեծ եմ ինձ զգում եւ դա լավ չէ։ Հասմիկ չխայտարակեցի։ Ճիշտն ասած, քանի որ առաջին նախագիծը չի, որտեղ մեծամասամբ նոր երեխեք են, երիտասարդ դերասաններ են, ինձ համար հերթական ոգևորության առիթն է դա, տեսնել նոր կայացում, նոր երեխեքի ոնց են բացվում, սերիայից սերիա ավելի լավ են խաղում, սերիայից սերիա ավելի լավ են իրենց դրսևորում, ցույց տալիս, քանի որ երկարաժամկետ նախագծերը գրվում են հնդածս, դա նաև լավ ներշնչանք է երեխեքին նայել, սերիան նայել ու նստել նոր սերիա գրել, որովհետեւ որ տեսնում ես այս բանը լավ խաղացին, ուզում ես ավելի լավ բան գրել, դա շատ լավ է, հետո չգիտես ինչ սպասես իրենցից, այդ անկանխատեսելիությունը նույնպես շատ կարևոր է, լավ ավելի փորձառու դերասանների հետ հատկապես թե մի քանի պրոյեկտ աշխատած ես լինում, դու արդեն անգիր գիտես, դիալոգը քո գլխում այդ մարդու ձայնով է հնչում, դու գիտես ինքը ոնց է ասելու, ինչ ինտոնացիայով ասելու, ինչ բառ գրես, ինչ տեմպո ռիթմ ունի խոսքը։ Իսկ նոր դերասանների հետ նոր շունչ է, ես էլ եմ թարմանում գրելիս շատ հաճելի է, հետո նվիրվածության տեսանկյունից շատ նվիրված են աշխատում երեխեքը, շատ ոգևորված, բնականաբար իրենց համար շատ լավ հնարավորություն է եւ եթե սիրում ես քո գործը, հնարավոր չի դա ոգևորված չանես։ Միանշանակ։ Մարալ ինչպեսի հարաբերություններ ունեք նկարահանման հրապարակում մյուս դերասանների հետ։ Էրիկը մի փոքր ակնար կարեց, Իրականում շատ լավ հարաբերություններ ունենք։ Օրինակ հենց իմ ընկերուհին մարմնավորող Ալինան, ինքին մանկության ընկերուհին է, ու երբ որ մենք իմացանք, որ իրար հետ այստեղ էլ ենք ընկերուհիներ խաղալու, ասեն շատ ոգևորվեցինք, շատ ուրախ էինք, բայց ընդհանուր շատ լավ մթնոլորտ է, թե դերասանների հետ, թե ամբողջ անձնակազմի հետ, Էրիկի ասացի հետ կապված մենք երբ որ հավաքվեցինք, ասենց բոլորս արդեն ջերմ իրար հետ շփվում ենք, բան, ինքս ասած ցիկ ոչ մեկ էլ չի շփվում, ինչ որ իրան որ ինչ որ հումոր ենք անում, ինքս ասած իմ հետ կապված հումորներ մի արեք, ասեցի Էրիկ, պետք չի տենց լինել, մի քիչ հանգիստ բոլորս իրար հետ այսքան ապրելու ենք, երկար պիտի ապրենք, բայց քիչ-քիչ ոնց հասկանում եմ ինքը ինտեգրվի է։ Չափազանցված էր այս ամեն ինչը։ Մենք ընդհանրապես չենք կրվում։ Ընդհանրապես 3 օր առաջ Էրիկի հետ այնպես են կռվել նկարահանման։ Բայց դա էլ է, չէ՞ նորմալանի։ Նկարահանման հրապարակում կռվելը, եթե հետո սենց է վերջանում, ծիծաղով են պատմում, լավ, հա, նորմալ։ Կամ եթե դա կերպարները բացելու համար է, ինչու ոչ։ Այդ արդեն դերասանները կասեն, իրենց գործիքներին ես չեմ տիրապետում աշխատանքային, եթե դա պետք է էմոցիոնալ այդպես պիկեր հաղթահարելու համար, գուցե եւ լավ է։ Շուշուտ կռվեք։ Ահա, ինչ էիք ուզում ասել Էրիկ։ Ինքը կասի, ինձ թվում է նույն բանն էինք ուզում ասենք։ Խնդրեմ։ Կասեմ, որ չի եղել տենց տեսարաններ, որ մենք կրված նկարահանվենք, այս կարճ ժամանակահատվածում միշտ սիրով ենք նկարահանվել, ճիշտ է, ինքը դրդում էր, որ տեսարաններ լինի, որ մենք կրված լինենք եւ իրար տենց նկարահանենք, բայց ամեն ինչ կարգին է եղել։ Ես վերահսկում եմ իրավիճակը։ Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք հերոստատիտողին երկուշաբթի օրն է, չէ՞, արդեն լինելու առաջին։ Այո, մայիսի 25-ին։ Մայիսի 25-ին ժամը Հասմիկ 20:30-ին Շանթ հեռուստաընկերության եթերում եւ շաբաթական 5 օր եթերում կլինի մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ հրաշալի նախագիծ, որը վստահաբար դուք շատ սիրելու եք եւ նոր դերասաններին եք շատ սիրելու, ինչպես տեսնում եք, գեղեցիկ Մարալը եւ գեղեցիկ Եվ ավելի ուրախանալու եք Այո։ տեսնելով սերիալում ձեր կողմից արդեն իսկ սիրված եւ ճանաչված դերասանների, այնպես որ ակտիվ եղեք, բաց չթողնեք ոչ մի սերիալ, հետևեք Շանթի եթերին։ Ձեզ մաղթում ենք հաջողություններ, վստահ ենք, որ շատ լավ երթեք ունենալու եւ վստահ ենք, որ այն ինչպես որ ի սկզբանե մտածված է, նաեւ ունենալու է ուսուցողական այսպես գիծ, որը շատ կարեւոր է։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, չկռվեք, բարի շեշտ, լավ նկարվեք իրար հետ, ջղայնացնեք անի երեխաներ։ Իսկ մենք շարունակում ենք մեր եթերը, ինչ է մեզ հիմա սպասվում։ Շնորհակալություն զրույցի համար, մեր տաղավարում էին Անին Մաղաքյանը սցենարիստ, Մարալը եւ Էրիկը, իսկ մենք միասին գնում ենք գովաստ դիտելու։